Կիբեռանվտանգության ոլորտի 250-ից ավելի մասնագետների եւ ուսանողների մեկ հարկի տակ է հավաքել ամենամյա Capture the Flag մրցույթը։ CTF-ը, որը հայերեն անվանում են գրավիր դրոշը, դա միջազգային ֆորմատի հաքերների մրցույթ է, որի հիմնական նպատակը ոլորտի զարգացումն է, այսինքն հետաքրքրությունը ավելի շատ մեծացնել երիտասարդների մոտ ոլորտի հանդեպ եւ մասնագիտության հանդեպ։ Սա է Հայաստանը, որ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կիբեռանվտանգության նախաձեռնությունն է, դա իրականացնում է արդեն 6-րդ անգամ։ Խնդիրները շատ նման են իրական աշխարհում իրականացվող խարդախություններին։ Միջոցառման գործընկերներից են ID բանկը եւ Իդրամը։ Ընկերությունների համար առաջնային է հաճախորդների տվյալների ու ֆինանսական միջոցների հուսալի պաշտպանությունը։ Բանկը, որ ամբողջությամբ թվային է, շատ կարևոր է, որ լինի անվտանգ։ Եվ իրենց աջակցությունը նաև վկայում է նրա մասին, որ կարևորում են այս ոլորտը, կարևորում են իրազեկումը, մասնագիտական զարգացումը։ Ինձ թվում է բանկի համար էլ է հետաքրքիր տեսնել այս մասշտաբի մասնակիցներ եւ հետագայում ինչու՞ չէ, նաև իրենց համար հետաքրքիր կարող է լինել աշխատակիցներ, ներգրավել այս ոլորտում։ Ստացին, գնաց։ Մեկնարկը տրված է մասնակից թիմերը 24 ժամում պետք է լուծեն կիբեռանվտանգության գործնական առաջադրանքները, չեզոքացնեն վիրուսներն ու վնասակար ծրագրերը, վաստակեն միավորներ ու գրավեն դրոշներ։ Անցաշարքերով, անկեղծ ասած, եւ որպես տեղեկատվական անվտանգության ոլորտի վետերան, ուղղակի հիացած եմ, դուք անում եք շատ մի կարևոր գործ։ Ձեր հակառակորդը քնած չի, զարգանում է ամեն տարի, ամեն օր աշխատում է իր վրա, իսկ վստահ եմ, որ դուք իրական կյանքում ոչ միայն CTF-ներում եւս կդիմադրեք, եւս քեջ կանեք իրանց ֆլագները, որոնք որ կտեսնեք։ Թվային բանկինգի աճի ֆոնին կիբերհարձակումները բազմապատկվում են ID բանկը լինելով մեր երկրի թվային բանկինգի առաջատարներից մշտապես ներդրում է կատարում անվտանգության համակարգերում, ապահովելով տվյալների բարձր պաշտպանություն։ Թվային բանկինգի աշխարհում շատ զարգանում են ճարագործությունները։ Հակերները տարբեր տեսակի խմբավորումները, որոնք որ թարգետավորում են ֆինանսական միջոցները եւ տվյալները։ ID բանկը ջանք ու միջոց բառից բուն իմաստով չի խնայում, որպեսզի ուժեղացնի բանկի կիբեռանվտանգության ֆասիլիտիները, բաժինը, տեխնիկան, ֆինանսական միջոցները եւ այլն։ Այսօր կարող եմ ասել, որ արդեն մենք հասել ենք այն նպատակին, որ գրեթե բոլոր ռիսկերը նվազեցվել են, բայց չենք հանգստանում ու նման միջոցառումները եւս հանդիսանում են դրա ապացույցը։ Մենք օժանդակելու ենք նման երիտասարդներին, օժանդակելու ենք կրթական ծրագրերին եւ սպասում ենք նաեւ իրենց կողմից ներգրավումը մեր աշխատանքներին։ Մենք մշտապես հավաքագրում ենք լավ հեռանկարային երիտասարդներին մեր մոտ։ Ցանկացած համակարգի համար, լինի դա պետական կառույց, ֆինանսական ոլորտ, թե բիզնես, որը պահպանում եւ մշակում է անձնական տվյալներ, անվտանգ թվային միջավայրը առաջնահերթություն է։ Մեր հաճախորդների վստահության եւ ամբողջ ֆինանսական տեխնոլոգիական էկոհամակարգի կայունության հիմքում հենց կիբեռանվտանգությունն է եւ այդ իսկ պատճառով մեր ծառայությունների լավագույն որակն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մենք պարբերաբար իրականացնում ենք մեր համակարգերի վերազինումը եւ տեխնիկական թարմացումը։ Հաղթող թիմերի ներկայացուցիչները խոստովանում են այս տարի մրցակցությունն ուժեղ էր, առաջադրանքները բարդ։ Պայքարում ենք առաջի տեղի համար անկեղծ, բայց երկրորդը։ Արդեն քանի տարի մասնակցում ենք, բայց իհարկե դժվար էին ու կասեմ, որ այս տարի մրցակցությունը բավականին բարձր էր, դժվար էր այս անգամ առաջին տեղ գրավելը։ Միջոցառումները մասնագետներին տալիս են ավելի շատ թիմային աշխատանքի ներգրավում, փորձի փոխանակում։ Նոր բաներ կան, մենք էլ ամեն անգամ սովորում ենք ինչ-որ նոր բաներ։ Առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը նույնն են, նրանց գերազանցել դեռևս չի հաջողվում։ ID բանկը եւ Իդրամը հաղթող թիմերի մրցանակների հովանավորն են։ Մրցանակները հաղթողներին տրամադրվեցին ID քոիններով, դրանցով կարելի է վճարել 25,000-ից ավելի վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն։ Ուժեղագույն 3 թիմերի մրցանակներից բացի ID բանկը եւ Իդրամը պարգևատրեցին եւս 2 թիմի՝ իրենց առաջադրած խնդիրը լուծողին եւ ամենաարագ թիմին։